Գավառ համայնքի Կարմիր գյուղ բնակավայրի 1970-ականների վերջին կառուցված մանկապարտեզը հիմնանորոգվում է։ Շինարարությունն իրականացվում է 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագրով։ Աշխատանքները մեկնարկել են այս տարվա մարտից։ Պարբերաբար վերանորոգվել է, մասնակի վերանորոգումներ են իրականացվել, հիմնանորոգում կատարվում է առաջի անգամ։ Պայմանագրային արժեքը շուրջ 123 միլիոն է, կատարվում է պետական միջոցներով, մարզպետի աշխատակազմի պատվիրատվությամբ։ Կատարել ենք 10 և 20 սանտիմետր միջնորմերի քանդում և շարում, կատարել ենք գաջի, սվաղի և շեպերի քանդում, կատարվել է լուսավորության մալուխների անցկացում, զուգահեռ կատարվել է ցեմենտավազ արտաշերտի իրականացում 30-50 սանտիմետր հաստությամբ, փոխարինվել են բոլոր պատուհանները, այս պահին տեղադրվում է տերմոալյումինե պատուհաններ և դռներ։ Աշխատանքների այս փուլում արդիականացվել են նաև ջեռուցման և գոյատար համակարգերը, ներքին ջրամատակարարման ցանցը, 2 բաց պատշգամբները փակվել են և ծառայելու են որպես խմբասենյակներ։ Գավառ համայնքում հիմնանորոգվում է անցյալ դարի 70-ականներին կառուցված ևս մեկ մանկապարտեզ Լճապ գյուղում։ Շուրջ 294 միլիոն դրամ արժողությամբ շինարարությունն իրականացվում է կառավարության և համայնքի միջոցներով։ Հիմնանորոգման աշխատանքները սկսվել են 2026 թվականի մարտ ամսից, ավարտը նախատեսվում է 28 թվականին, նախագծով տրված է շուրջ 720 օր համաձայնագիրի կնքումից հետո։ Վերանորոգման աշխատանքները կատարվում են սուբվենցիոն ծրագրի շրջանակներում 75-25 հարաբերակցությամբ, 75% պետություն, 25% համայնքապետարան։ Լճափի մանկապարտեզում այս պահին ևս ընթանում են միջնորմերի քանդման և տանիքի հիմնանորոգման աշխատանքներ։ 2 մանկապարտեզն էլ շահագործումից հետո կընդունի 90 երեխա 3 խմբում։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան, լուրերի համար։